բարև, ձեր նորից Նարեկն է և մենք այսօր նկարելու ենք ես եմ նկարվալու ճիշտ ես եմ ցույց տալու ակնար ցույց տալու չարախոսիկ փողոց եմ ցույց տալու իհարկե Ադրասեք ով ջոգել է էսի Samsung Galaxy A06-ն է Մենք այսօր տեսենք նկարելու, եթե հարցնում եք ուրա տուպը գործել է Այս կապը հեռախստեղում է Այս տեսնում ենք Այս ինտելական վիճակում է բաս հետևիկ Չիրեմ ինչ է եղել Այսօր տեսնենք անելու այդ հեռախոսը Ստրես տեսք, խաղալու իհարկե չէ Եթե դուք ուզում եք որ շարունակել վիդեո գցել, խնդրում եմ սխմեք լայք, բայց չդրվեք ալիքին, որ ես մոտիվացիա ստանամ եւ ավելի շատ վիդեոներ նկարեմ ոչ այսպիսի հեշտ условիաների տակ։ Եվ սկսենք։ Ահա այս հեռախոսը ասում ենք ինքնի ընդհանրեն երկու մոդուլ էկրանի Ես էկրանի չէ կամերայի Միալ սենց սպլիշկա բայց ռեգուլյորովկա է ձենի Միակին ասեմ եք անալիսից պստեմ դա չի վրծացել Տոլին ծացել Նոտ տեսնում եք Սայմ եք միացնում Նոտ տեսնում եք ռեգուլյորովկա է բա Տաշը գտմա որ այս պլիշկան կարա բանը թողնի Աժոգներ որ տեսնականից լավ տակա ոնց որ բանը լինի Լամպոչկա նակալիվանյան Բայց Դիլեդա Չիրեմ ինչքան լումիները, բայց դեմ Արեք Այս այ ես Լավ մտնեմ AIDA 64 Դրանալ մտնում ենք ստեղ Ներություն Ոյիսկ Սխում ենք ստեղ և գրում ենք AIDA 64 Հեզ ներբեռնենք Թամեն եմ իքանի մաները Եչի մտագիրը Դպացի Ոնց տեսանք մտանք Սկսում ենք ամենարաչի սիստեմանա Ոնց տեսնում ենք Ես կապես այսի Galaxy A06 հեռախոսն է Հեռախոսի տիպը Ֆաբլետն է Իվարկյան Ներություն Դոկր տեսնում եք ժամի երկնում նկարում Համասեն դոկր խարնված եմ Պրայզվեցիտել է Samsung Մոդելը SM-A06-5F 64 Պլատան A06-ն է Ապարատուրան EMT 6768 Այսի ամենա սկրոմնի վերսան է 4 GB օզույով և ոնց են դրան ասում 64 GB միջի հիշողությունն է, այս ամենա մինիմալն է, Bluetooth-ը 5.3, ամենաթափթազան կարելի ասել։ Մյուսը մեր մոտ պրոցեսորն է, CPU։ Ոնց ասում ենք, ստեղ MediaTek Helio G85-ն է, երբ ես բանը անտուտում benchmark-ը կանենք, ոնց ասում ենք, եսի իհարկե 99-ը չի, բայց դե, ստեղ ոնց ասում ենք 6 հատ Ասում պրայզեցիցիլնող էներգոսբերիգայուշիխ յատյար 6 հատ, որը հոսանք այդքան չեն ծախսում, իրանց մոտ ամենաշատ չստատան, տակտվին 1800 MHz Դրանք Cortex A55-ն են, որ իմ հեռախոսի մեջ լանցու դրած տոլի 53-ը չեմ իշում Եվ 2 հատ պրայզեցիցիլնի յադրոն Իվարկյան Շարունակում ենք ասում է տեխնոլոգիչեսկի պրոցեսը դրա մոտ 12 նանոմետր է, որը այդքան է նորը չի, բայց էլի լավ է, կարևոր 28 չի Նաբոր այսքանը 8 յադրո Կաչ մորացել եմ ուտր հայրը Դիապազոնը ոնց տեսնում ենք 500-ից 2000 MHz, բայց տեսնում ենք
որ ներքևին ամենաուժեղներն են, իսկ վերևին է թրթռողներն են, էներգետիկի հիմա դրանք են օգտագործվում, ոնց տեսնում եք, հատե ուրիշներն են օգտագործում, բայց դիմեն փասորի դրա համար այս թրթռը լավ է դժվար է մի փոքր։ Այսքան սաղ մոդոլները պատեշկա կա, այս սինդը, նյոնը, տամպումուլը, շա է կուրսը։ Լավ, արեք տեսնենք էկրանի մասին ինչ է մեզ դուս տալի, էկրանի разрешением, то есть դրան ասում բանը էկրանի չոթպիստ է ասած, ինչքան է ինքը, 720p, լավ, արեք ասենք, նորավլի ճիշտ լինի 1600 точка, то есть վերևից ներքև, սենց, նիմը ոնց որ մի փոքր ավելի լավ է։ Բայց տեխնոլոգիան էկրանի մի փոքր տխուր է լսել PLS TFT, մտածում եք որ IPS կլինի, բայց չէ։ Սա PLS TFT-ն է, то есть типа не да IPS, то есть это IPS չի, բայց вот տեխնա շորտում в принципе երևում է, то есть այդքան բան չի։ Դիագոնալը 6.7 դյույմ է, то есть մի հեռախոսին փոքր ավելի գծան, պիքսելների խտությունը 262 dpi է։ GPU Mali работал G52 MC2 էկրանի թարմացումը 90 Hz չկա, մենակվացում OpenGL-ը 3.2 Սեդան շատ բան չկա բատերիան լիթիոնը վոլտաժը տեսնում եք որ 7000 հոսով ցիկլերը այ ավելի վատներ Android-ի աչոտներով 4155 մԱհ մնաց է բայց գրմա տանիներից որ 5000 դե երևի մի փոքր ծախսվել է ես չգիտեմ շարունակում ենք Android-ը ըստ դրած Android 14-ը 15-ը չի ստացել բայց երևի մյուս A07-ը կստանա անունը Upside Down Cake տարօրինակ անունները բայզն IP-ն 34-ն է, ոնց ասում ենք վերջի patch-ը անվտանգության եղել է փետրվարի 1-ին, երևի չէ թարմացել դրա պատճառով, մոռացել եմ երևի։ Ոնց ասում ենք սենց մի բան, Так, արեք տեսնենք ինչ է մեզ հուսալի կամերաներով Էսի հիմա այս հետևի կամերաներն բացադրում, ոնց տեսնում ենք հետևի կամերան 15 մեգապիքսել է, էսա կասայ մի շատ ստեի տարօրինակությունը, ասեք իմանաք, разрешение 4372, վիդեոյում չգիտեմ ողջույն 11 մեգապիքսելները Նույնիսկ ավելի ճիշտ 10.2 մեգապիքսելները կորումա ծրվում է։ Մնում է 2.8 մեգապիքսել։ Տիպը ոնց որ 2015 թվականի հեռախոսի կամերա։ Լավ, 17-18։ Ոնց տեսնում ենք ամենատխուր բանն է, այստեղ որ դաժե հեռախոսի մեջ կա, այստեղ չկա, այստեղ գրած է որ վիդեոյի բաղթուկ չես կարող նկարանես։ Այսա կասեմ դրա տարօրինակությունը մեկ է, ոնց ասում ենք այսքան ռեժիմ ֆոկուսировка ունի Infinity Auto Macro Continuous Video Continuous Picture հեռախոսս։ Ստաբիլիզացիան վիդեոյի կա, մեր լավը zoom-ը կա, լավնի zoom-ը չկա, դե եթե zoom-ը չներ, դե խորտ կլինի շատ ուժեղ։ Մնացածը սաղ կա, блокировка автоэкспозиции, блокировка автобаланса белого, спичкան սաղ կա։ Հիմա դե մի կամերանա ցույց տալի այս փուճուր կապլյան, հլոստե կապլյանը կալորը դիրքան ասած 8 մեգապիքսել, ասա ոչ մի предпосылка չկա եւ վիդեո ռեզոլյուցիան նույնն է ինչը որ այն կամերան, բայց մի հատ մինուս կա, որ հետո շուտով ցույց կտամ ձեզ Ֆոկուսировкան, кстати, ավելի մոտիկ է, այն մոտ, էս դրա մոտ 4 մմ-անոց է, դրանը 2.77 Եվ կամ այս չափն է ցուցալ կամ չգիտեմ, բայց չափը ֆոտոկոս ավելի քիչ է։ Օրինակ սեղ այդ է տարօրինակությունը, սեղ կարաս վիդեոյի միջից նկարը ֆոտո անես, то есть
տիպը շատ տարօրինակ է։ Ստաբիլիզացիան վիդեոյի կա, zoom-ը կա, էլի լավ է։ Պլավնիզումը դե ոչ եթե դեմինը չունի, դեմինը կյանքում չի ունենա, բայց եթե այստեղ այս մոմենտ կա, չեմ զարմանա որ կունենար։ Սպիչկան չկա։ Մնացածը ոնց ու սենց կա, վուլկանն է, օգտագործվում է հեռախոսի մեջ։ Եթե ումտակ չի սենսորս եմ տալիս, մաքսիմալը չափերը, լավ շատ եմ։ Մենակ այստեղ տեմպերատուրան բատերիան է տալի, դատչիկների տեսքանը, երևի պրոստը ասածը չեմ միացրած, բայց դե այստեղ կարևորները կան, հետի գեոպոզիցիան, աքսելիմոմետրը լուքսերը չափող բանը, то есть օրինակ 600 քանի լուքս է։ Կասեի որ 600 լուքս կա։ Իրականում ես հեռախոսը ավելի լավ էկրան ունի, ասեմ դες իրական կյանքում ավելի հաճելի է նայել էկրանին, քան հես կամերան որ նկարում է, դե կամերան երկամն որակով չի, բայց դե։ Եվ պրինցիպի այս предложенияն պրծանք։ Արեք ստուգենք հենց նաստրոյկաների մեջում ինչա հեռախոսի производительностью, ураз տեղետ բանը, սեդիա Սամիվակին գտնեմ ու միանանք։ Այս է ստեղը, հազիկուտա, դիագնոստիկա տելիֆոնը և չեմ ուզում արեք ստուգենք այս սաղ ամեն ինչը չկա դες գերոտ всё դրա մատներ Դա մի վարքյան կսպասեք, եթե կարենակ
նախոսը մեր մոտ հավաքել է այս տեստում անտու benchmark-ի տեստում հավաքել է միարքը հեսա 253922 բան ամենաշատը պրոցեսորը շատ ուժեղ Ծպուն հավաքել է մեր դեպքում 889,127 բան, դասին ամենաշատ հավաքի է, ամենացածը հավաքել է GPU-ն, երկրորդ տեղը հավաքել է UX-ը, չգիտեմ ես շարժակը և օպերատիվ շորտն եվեսի հետարակությունն է հնակարի շորտին, բայց ես կմատերս չի Այս տեսքի վաղկիկը գործել է ընդհանրեն 2% ակումուլյատորայի Բատերիայից 2% գործել է, բայց և ջերմությունը բացել է ամենը 5 Celsius աստիճանով Այս ստուգենք ժդ էկրանը То есть, типа Самый процесс Այսինց Հեսը, 1, 2, давай Ես փոխում եմ 1-1 գույները Ասում ենք այս էկրանը ամբողջությամբ սաղլամ է То есть Սորողսուս կանաշտը բանությունստա, բայց ուղոսը վիճսևը Ես ոսում որ OLED է, բայց OLED չի Так Всё, антира Արեք մի փոքր բարձնեմ Bluetooth անջտեմ Всё Так, плюс тест мультитачи, то есть ингематака, сервис станционный вот камера тестик. Ich kann mal das vor, wie wir gerne es heißt nicht benennen. Ja, ich nicht das ins Teil. Sitzt das vor. Չէ, իքոնի 10, то есть իքո միջա վերջ, то есть 10, Так, всё, ներողություն ես ընց եմ նկարում, բայց Так, վյուսից, կանք ստուգենք, ոյ, իչեր, Եվերքեն, ոնց է ետի անում, Մորոցել եմ այս Չեմ մորոցել, պրոստը խարնվեցի Так, սեղմ ենք էկրանին Դայմ ենք ոնց է փոփոխվում է շկալան То есть, в принципе, սերն սեր է դառնում То есть, ես ոնց տեսնում եք սերը սեղմ Ոնց բլավլի գնում է То есть, ետքան պրոբլեմ չունի, հատկապես եթե ես հիմա կամերան չուսնեմ Սա երևում է լավ Շատասեմ, սա էկրանն է կողմերելու Ստակելով ճիշտ Так В принципе լավ է, հիմա արեք թվերը ստուգենք Արջ տարեք սենց անեմ Так Հիմա մյուս գույներն է ստուգում Սա նորմալ է, в принципе, դիտքան պրոբլեմ չկա Так Մյուս էտի մեր մոտ սետավորի շկալան է Եվ մնաց մեզ Դեստու պրոբլեմ է Ոստի բայց դեստում է Սաղ տեղերում կա Ես եմ ես ստուգեմ Մի վարկեմ Սպասեք չէ Ամենա պրոբլեմատիկ տեղերը հեռախոսների Ամենա վերջի մոմենտը Որտեղ հինականը մեջտեղ սաղ աշխատում է Ոնց տեսնում ենք Ասեմ ամենապրոբլեմատիկ տեղերը Ամենաշատը բայց էլի կարաս Հանան ես մասն է Ոնց տեսնում ենք
բանդաժ եղավ, այս ներքևի մասը։ Հիմնականում այս անկյուններն է պրոբլեմը, մնացածը սաղ նորմալ է, մի փոքր ստեղ է պրոբլեմ, ու ստեղ հոսես մեկ որտեղ հաստեղն է։ Մի փոքր պրոբլեմներ, բայց դե, եթե պրինցիպի շատ կրիտիչնի չի, որտեղ հիմնականում դուք մեջտեղն եք օգտագործել ոչ թե կողքերը, նորմալ է սենսորը, արեք ելնենք։ В принципе, все. Ой, схалбана схեցի։ Բայդե։ 253,922 բալ, то есть эти, в принципе, երկու մա խաղերին հիմնականում, բայց ցածր գրաֆիկայի վրա կամ միջին։ В принципе, դա շատ տարբերություն չկա։ Մնաց ստուգել մնացածը, օրինակ storage-ը, ստուգում ենք։ Սկսել ստուգել հիշողությունը։ Так, у нас ասենք տեստավակեց 14162 բալ։ Արագությունը կարդալու վաղտ լինում բան ստացվող մեր մոտ 311 MB վայրկյանում, իսկ գրելը 208 MB, в принципе, տանդաղ է շատ, ну, եթե համեմատենք տանդաղ հիշողություն ասեմ ձեզ, եթե մնացած ծառախոսներ համեմատել, ռանդոմի վաղտ вообще ցածր 80 MB կարդալը եւ գրելը 64 MB եւ այս AI գրելը, ну, դե շոգեց ինչա գրեց 56 MB, то есть դա ամենացածրն է։ В принципе, հիմնականում եթե դուք ինտերնետում զբաղվեք այս հեռախոսով, շատ խնդրեմ չեք զգա։ Եթե օրինակ Genshin Impact եք խաղալու, ինչ որ ես ցավակցում հեռախոսի վրա խաղալու, բայց դե որը շատ հիշողություն է գրավելու, դա խնդիրներ լինի։ Չգիտեմ։ Բայց այսպեսի տեստ։ Всё, կարանք ելնենք տեստից։ Մնաց ստուգել ես տեստ HTML5-ը, stress test-ը եւ բատերեական։ Այս այդ արագացած ռեժիմը ստուգենք եւ իդոկ ֆինիշը, իդոկները ասեմ ինչ է հեռախոսի մոմենտով եւ իր գրին հասնում է իր այդ ուսն ասում այդ производительность թե չէ։ Ահա, տեսը վերջացավ HTML5-ի եւ մենք ստանում ենք 29252 բալ։ В принципе, ես որ չեմ տեսել այս հեռախոսների եւ այլ հեռախոսների տեստը այս անտու HTML5 տեստի մեջ, այդ պատճառով չգիտեմ։ В принципе, իսկ մոտ գիրքի բոլորին
որ գոնե հետևակի YouTube-ն այլ, Facebook-ն էլ, Nartube-ը մտնել ապագայում եւ այլ սայթեր։ Принципе, даже ձեր Viber, Liza, AliExpress, Ozone եւ այլն։ Ռեկլամ չի, просто բացի Nartube-ից, որը շուտով կբացվի։ Այսպիսի տեստ։
Ոնց տեսնում ենք, այսպես է նկարում Galaxy A06 հեռախոսը ֆրոնտալի կամերայի վրա, ոնց տեսնում ենք շատ հաճելի, բայց դեղնոտ նկար է ստացվում, չգիտեմ ինչ պատճառով, կամերայի կամ պրոցեսորի, բայց շատ լավ է։ Այս կամերան նկարում է ընդհանրապես ամենաշատը Full HD եւ 30 կադր վայրկյան, այդ պատճառով այսպես է, то есть ինքը 50 FPS-ին չի հարմարացրել մեր վիդեոյի, բայց դեմի կամերան զարմանքով, բայց դաժե իր մեծ հաղբերը A16-ը չունի 60 FPS ընդհանրապես, բայց այս հեռախոսը ունի, չգիտեմ ինչ պատճառով, բայց դաժե դե պրոցեսորը ավելի լավն է, բայց սրա մոտ կա 60 FPS, եւ այս այդ 60 FPS-ը ցույց է տալու։ Նայեք, այս 60 FPS-ը շատ լավ 60 FPS ասեմ ձեզ։ Ասում ձեզ զումը լավ է պլավնի է, ինչ է ինձ է ասում, որ զումը պլավնի չկա սրա մոտ։ Իվարկյան։ Բացեմ սետկան, որ լավ երևա։ Ինչ պրոբլեմ կա զումի հետ։ Լավ է պլավնի է, ամենաշատ այսքանն է։ Մի փոքր դժվարանում է բռնեցնի ֆոկուսը։ Սենց։ No, իհարկե իմ գիշերը շատ բան չի երևա, բայց դե վերակ իրան տակով ավտո անցավ։ Այսպիսի ձևով է նկարում, շատ լավ։ Օր լույսերը տվին։ Ասում ենք շատ լավ նկարում է։ Բայց принципе սրանոք նկարեք, բայց մի բան ասեմ ձեզ, սրա մոտ շիրիկ չկա։ Այդ պատճառով մենակ այդպես, բայց կա մակրո։ Հեսա դրանով մի քանի նկար կանեմ ու կտեսնեք։ Եվ այսքանը վիդեոյի, եթե ձեզ դուր եկավ այս վիդեոն, խնդրում եմ բաժանագրվեք ալիքին եւ սխմեք լայք, ոնց ասում եք նոր հեռախոսում եմ նկարում, 60 FPS, իհարկե թիմը չի, բայց դե, եթե կարաք, պատիժ կտվեք բուստյով կամ Dynamic Alerts-ով, եթե թողնեմ ապիսանիայի մեջ, Dynamic Alerts-ը 100% կթողնեմ, պատիժ կտվեք ալիքին, որ շարունակեմ այսպիսի վիդեոներ նկարել, вообще շարունակությունը այն ալիքի եւ այսքան եթե դες համոզած եմ ձանձրալի չէ վիդեոն եւ այսօր այսքանը ձեզ լավ օր եւ շուտով կտեսնենք